Պարզվեց, որ ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն, այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն է։ Ու ուզում եմ հիշեցնել, որ այդ պատերազմի համար եւ Ղարաբաղի համար դոշ տվողներից ոչ մեկի Սերժ Սարգսյանը որդի չունի, մյուսների որդիները ոչ մեկը չի ծառայել Ղարաբաղում եւ ոչ մի մարտական գործողության չի մասնակցել, ոչ մեկը։ Իրենք ուրիշների զավակների կյանքի հաշվին, այսօր որ ինձ ասում են, այսքան, չգիտեմ ինչ մեղադրանքներ են։ Իմ ընտանիքի անդամները եղել են բանում, էտել են 1000 ձևով ուզում են շահարկեն, ոնց փորձեցին չստացվեց։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս է, որ այդ քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք, բացառիկ շանս է։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Հայաստան դաշինք, դե որ Հայազգային կոնգրեսի ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ է քննարկել, հա? Արգելի շողիկ հաջորդ անգամ դեպքում տեսած։ Բոլորին ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն, ցանկացած մեկը, ովքեր պատերազմի կուսակցություն չեն։ Եվ ես այդ շանսը տեսնում եմ մարդկանց այդ շփումներից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։